Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 31-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ուզում եմ ողջունել Սփյուռքայությունը, Արցախայությունը, բոլոր առանց բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք այսօր կխոսենք այն մոտեցման մասին, որը ունի Հայաստանի կառավարությունը, որը հնչեցրեց ոչ միայն վարչապետը, նաև գլխավոր իր թիմի անդամները, մենք խոսենք դրա մասին, ոնց են իրենք տեսնում շատ ու շատ հարցերի լուծումը ու առաջերտին հայ-ադրբեջանական այդ միտված դեպի խաղաղություն այդ process-ը ոնց են իրենք գնահատում։ Հետո կասեմ նաև այն մասին, որ իրոք վերջի ժամանակներս շատ բարձր մակարդակի պատվիրակություններ եկան Հայաստան Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, մի մասը հիմա Բաքվում է, ակնհայտ է, որ Եվրոմիությունը Միացյալ Նահանգները փորձում են համոզել Ադրբեջանը, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի քայլերը, քանի որ պատկերը նա է, որ ստացվում է, որ Հայաստանը բավական օպտիմիստիկորեն նայում է իշխանությունը Հայաստանի այդ process-ների վրա, մինչդեռ մենք տեսնում ենք, որ մյուս կողմից Ադրբեջանից հնչում են նոր նախապայմաններ ու առանձին դեպքերում լսվում են կրակոցներ։ Երեք չարաչոր երբ որ մենք հանդիպեցինք, հիշում եք, խոսեցինք այն կրակոցներին, որոնք եղել են առավոտ շուտ մայիսի 29-ին, երեք էլ կրակել են ամսի 30-ին, առավոտ շուտ ադրբեջանցիք Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Ուրեմն փորձենք հասկանալ այս իրավիճակը, ինչ է ցույց տալիս, ինչ է մեզ տալիս։ Նաև ես այսօր անպայման ուզում եմ խոսել այն հակամարտության մասին, որը գնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոս Գարեգին II-ի միջև։ Այո, դա ես բնորոշում եմ որպես կոնֆլիկտ, հակամարտություն, բարբերաբար դա բռնկվում է նորից, ունենում է տարբեր դրսևորումներ, այդ հակասությունները իշխանություն հայ առաքելական եկեղեցու միջև ցավում եմ, որ այս ձևի լարված է վիճակը, բայց անպայման ուզում եմ խոսել այդ թեմայով, մեծ արձագանք ստացան մի շարք հայտարարություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ Աննա Ակոբյանի մի շարք հայտարարություններ արվեցին, հասկանանք դա ինչ է դա նշանակում, քանի որ ներսում Հայաստանի իրավիճակը շատ կարևոր է, ինչքան հանգիստ լինի, ինչքան հանդուրժող մթնոլորտ մենք ունենանք, այդքան դրսի հարձակումների, դրսի հնարավոր մարտահրավերներին մենք կարողանանք adekvat պատասխանել, բայց ցավով պետք է ասեմ, որ լարվածությունը ներսում ուժեղանում է։ Կապված է դա օրինակ ընտրությունների հետ, կապված է դա քաղաքական հայտարարությունների հետ, որը անում է եւ հայոց կաթողիկոսը բարբերաբար կամ մեր հայ առաքելական եկեղեցին, այդ հարցերը ես պլանավորում եմ այսօր ձեզ հետ քննարկել ու ասել բարձր իմ կարծիքը այդ զարգացումների մասին։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը, միշտ ես բերում եմ նաև դրական օրինակներ, չնայած որ լարված է եւ ներսում վիճակը եւ մարտահրավերներ բարձրանում են, առաջանում են մեր առջև ամենուր,
Այնուամենայնիվ շատ կարևոր է դրական օրինակները բերել։ Հիշում եք, մենք քննարկել ենք այն փաստը, որ Գորիսում հյուպատոսական բաժին բացում է Ֆրանսիան, ինչը միանշանակ դրական է։ Ես գիտեմ, որ կան քննարկումներ, կարգավիճակը նա չի, որը պլանավորվում էր, միգուցե մեր իշխանությունները ինչ որ սխալ արեցին, ես չեմ ուզում ծավալվել, ինքը փաստը, որ Ֆրանսիան պլանավորում է ու բացում է հունիսի 2-ին հյուպատոսական բաժին Գորիսում, միանշանակ դա դրական է, բացի դրանից Ֆրանսիան անցկացնում է Ֆրանսիայի նախաձեռնությամբ մեծ կոնֆերանս Գորիսում, հայ-ֆրանսիական կոնֆերանս։ Այդ կոնֆերանսը նվիրված կլինի տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը Հայաստան, Ֆրանսիա, դեցենտրալիզացիայի հարցերին։ Դուք գիտեք ինչքան կարևոր է, երբ որ տեղերում, շրջաններում իրավունքները ուժեղանում են, բարձրանում են, ուրեմն զարգանում է երկիրը ավելի հավասարապես, ոչ միայն Երևանը, այլ տեղեր զարգանում են, ու Ֆրանսիան փորձում է մեզ այդ ոլորտում աջակցել։ Միանշանակ կարելի է ողջունում այդ նախաձեռնությունը։ Եվրամիության արտաքին այդ հարաբերությունների ծառայությունը, որը նաև զբաղվում էր սանկցիոն քաղաքականությամբ եւ սանկցիաների ուսումնասիրությամբ հարցերով, ոնց են սանկցիաները իրականացում Ռուսաստանի դեմ, կան երկրներ, որոնք շրջանցում են սանկցիան կամ օգնում են Ռուսաստանին շրջանցել այդ սանկցիան, ուստեղ մեզ համար լավ լուրեր կան այդ վերլուծության մեջ Եվրամիության, որը պատրաստված էր այդ արտաքին հարաբերությունների ծառայության կողմից, ֆիքսված է, որ Հայաստանը, Սերբիան, Ուզբեկիստանը եւ Հնդկաստանը համագործակցում են այդ հարցով Եվրամիության հետ ու կա առաջընթաց այդ երկրների միջոցով սանկցիաները ռազմական ոլորտում չեն շրջանցվում։ Կան երկրներ, որոնց նկատմամբ Եվրամիությունը շարունակում է ունենալ խնդիրներ, իրանք օգնում են Ռուսաստանին շրջանցել սանկցիա, բայց այդ ցանկի մեջ այլևս մենք չկանք։ Հայաստանը մտավ այն ցանկի մեջ դրական, որ չի աջակցում Ռուսաստանին շրջանցել սանկցիաները։ Ողջունում եմ մեր պատկան մարմինները։ Հիմա Ռուսաստանի դեսպանը, այդ հայտնի Կապիրկինը, ինչ որ հայտարարություն արեց, որ Հայաստանում գնում է վերաիմաստավորում հայ ժողովրդի պատմության, ինքնության, ճիշտ ասած չեմ հասկանում ինչ նկատի ունի պարոն Կապիրկինը, հայ ժողովրդի պատմությունը հայտնի պատմություն է, ստեղ նորություններ մոգոնել անիմաստ է, հայ ժողովուրդը հին ժողովուրդ է, հայ ժողովուրդը ստեղծեց հայկական քաղաքակրթություն, այդ մեծ գաղտնիք չի, հայ ժողովուրդը առաջինն է պետական մակարդակով ընդունել քրիստոնեությունը, մեր ինքնությունը որպես ազգ շատ ճանաչված է, ֆիքսված է, ինչ նկատի ունի պարոն Կապիրկինը ասելով, որ գնում է ինչ որ փորձ վերանայել, վերաիմաստավորել մեր ինքնությունը կամ մեր պատմությունը, ճիշտն ասած չգիտեմ։ Դա դիտել որպես սադրանք կամ ինչ, չգիտեմ, նույնիսկ չունեմ ասելիք, քանի որ մենք ունենք հարուստ, շատ լուրջ պատմություն, կան նաև ծանր էջեր մեր պատմության մեջ, շատ ծանր, բայց ցանկացած դեպքում հին ազգ ենք, հարուստ պատմություն, ժառանգություն ունեցող ազգ ենք, դա ընդունված է աշխարհով մեկ, այն փաստը, որ առանձին պետություններ չեն ընդունում, օրինակ Ադրբեջանը ու փորձում է մեր պատմությունից մի մասը փոքել իրան վերագրել այդ, չի նսեմացնում մեր մեծ լուման ու ամբողջ աշխարհի զարգացման մեջ։ Հիմա անցնում եմ այս կարևորագույն թեմային, ինչ է ասում մեր կառավարությունը, ինչ է
անում մեր կառավարությունը այս փուլում, քանի որ անընդհատ ամեն ինչ փոխվում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հիշում եք, ես պատմել եմ ձեզ ամսի 26-ի մայիսի ունեցավ ելույթ Երևանյան երկխոսություն այդ ֆորումում, նաև այլ պաշտոնյաներ, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, բոլոր մեր գլխավոր պաշտոնյաները զբաղվող արտաքին հարաբերությունների հարցերով, անվտանգային հարցերով բոլորը ելույթ ունեցան, ու դրանից հետո նաև տվեցին պրես-կոնֆերանսներ գիծը ֆիքսելու համար։ Ինչ են ասում եւ Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը եւ մեր անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանը։ Ինչ են ասում այդ գլխավոր 3 Հայաստանի դեմքերը, որոնք պատասխանատու են արտաքին հարաբերությունների հարցերին, պատասխանատու են անվտանգության հարցերին։ Իրենք ասում են, որ կա պրոգրես այդ խաղաղության օրակարգում։ Ի վերջո պատրաստված է ինչ-որ փաստաթուղթ Ադրբեջանի հետ ու այդ փաստաթուղթը պետք է պարզ է ամեն ինչ արվի, որ ստորագրի նաև Ադրբեջանը։ Հայաստանը պատրաստ է ստորագրել, Հայաստանը պատրաստ է հրաժարվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից, միայն թե Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Նաև մեր պաշտոնյաները ասում են, նաև Նիկոլ Փաշինյանը ասում էր այդ ֆորումում, որ մոտ 13 կիլոմետր ընդհանուր սահմանը Ադրբեջանի հետ դելիմիտացված է, դրական օրինակ է դելիմիտացիա դեմարկացիայի։ Հիմա պլանավորում է շարունակել դելիմիտացիան դեմարկացիան ու պետք է գա հյուսիսից, այն սահմանից, որտեղ որ սահմանները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խաչվում են, այնտեղից մի քիչ ավելի ցածր կսկսվի, կշարունակվի դելիմիտացիան դեմարկացիան։ Նաև շատ կարևոր ինֆորմացիան տալիս են մեր պաշտոնյաները, գիտեք ինչի մասին, որ դիվանագիտական խողովակներով գնում է աշխատանք Ադրբեջանի հետ։ Ոչ միայն դելիմիտացիա դեմարկացիայի հարցերով, համապատասխան 2 հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետները, գնում է դիվանագիտական խողովակներով աշխատանք, նաև խաղաղության պայմանագրի հետ կապված։ Դա մասամբ նորություն է, պարզ է, կային կանալներ համագործակցության, նույն ես չեմ ասում, որ Ծիրանայում, Ալբանիայում, հիշում եք այն գագաթնաժողովի ժամանակ, որը կապված է եվրոպական քաղաքական համայնքի հետ, երբ որ հանդիպեցին ոտի վրա Նիկոլ Փաշինյանը նախագահ Էրդողանի հետ, Թուրքիայի նախագահ, եւ Նիկոլ Փաշինյանը նստեց կարճ զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ, մենք տեսնում ենք այդ կոնտակտները կան, բայց մեր պաշտոնյաները ասում են, որ ինչ որ խմորումներ գնում են, բաց ասում են, դա լավ է, որ ինֆորմացիան մեզ տալիս են մեր պաշտոնյաները, որ գնում է ինչ որ process Ադրբեջանի հետ, ու ինչն է այստեղ կարևոր, բավական լավատեսություն մենք լսում ենք մեր պաշտոնյաներից, որ պատերազմ չի լինի, Հայաստանը ասեց դրա մասին, Ադրբեջանը կարծես թե չի հերքում դա, նու գոնե պաշտոնապես մենք չենք լսել, որ Ադրբեջանը հերքի, մենք լսում ենք բավական լավատեսություն մեր պաշտոնյաներից։ Մյուս կողմից շատ լավ է, որ Հայաստանում գտնվում էին երկու լրջագույն պատվիրակություններ պետդեպարտամենտից Մարկո Ռուբիոյի պետքարտուղարի տեղակալների, երկու տեղակալների պատվիրակություններ, մի տեղակալը դա Ջոշուա Հակն է, Ջոշուա Հակը, որը զբաղվում է եվրասիական եւ Եվրոպայի հարցերով, կարևորագույն պաշտոնյա, ինքը ստեղ բանակցություններ վարեց եւ Արարատ Միրզոյանի հետ, եւ Արմեն Գրիգորյանի հետ, եւ մերոնք մեսեջ ուղարկեցին, որ կա շանս, որ փաստաթուղթ կստորագրվի, կա շանս խաղաղության հաստատել, այս լավատեսությունը մերոնք փորձում են փոխանցել նաև այն երկրներին հզոր ազդեցիկ, ովքեր կարող են ազդել Ադրբեջանի որոշումների վրա։ Ես պետք է ասեմ նաև այդ Ջոշուա Հակը հանդիպեց Ռուբեն Ռուբինյանի հետ, այն մարդն է, որը դուք գիտեք, զբաղվում է նաև հայ-թուրքական հարցերով, բացի դրանից, որ փոխ
նախագահ է մեր ազգային ժողովի։ Ոստեղ շատ հետաքրքիր հայտարարություն արեց Ջոշուա Հակը, ինքը ասեց, որ մենք ուրախ ենք, որ առաջատարի դերում է Հայաստանը տարածաշրջանային դիպլոմատիայում։ Դա շատ բարձր գնահատական է։ Սկոպիտ ասած, այդ երկրորդ դեմքը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում ասում է, որ մենք գնահատում ենք, որ այս ռեգիոնալ Հարավային Կովկասի զարգացումների դիվանագիտության մեջ Հայաստանը առաջատարն է։ Պարզ է, ամերիկացիք էլ ուզում են, որ լավ պատմություն լինի կապված Հարավային Կովկասի հետ, վաղը նույն Դոնալդ Տրամպը կասի տեսակ, մենք կարողացանք բերել նստացնել Ադրբեջանը Հայաստանը մի սեղանի շուրջ ու իրանք ստորագրեցին խաղաղության պայմանագիրը, այդ շահագրգռվածությունը երևում է ամերիկացիների մոտ, ինչը սա համընկնում է մեր շահերի հետ, դա է պատճառը, որ ես շատ բարձր եմ գնահատում այն, որ երկու լրջագույն պատվիրակություններ ամերիկյան գտնվում էին Հայաստանում, մեկը այդ պատվիրակությունը Ջոշուա Հակի գլխավորությամբ հիմա գտնվում է Բաքվում։ Ուրեմն մենք տեսնում ենք օպտիմիստական մոտեցում մեր կառավարության, ստեղ պետք է գումարել նաև Ալեն Սիմոնյանի ներազգային ժողովի նախագահի հայտարարությունը, որ պետք է ընդունենք այն փաստը, որ ադրբեջանցիք կգան Հայաստան Արևտուր անելու, մենք կգնանք Ադրբեջան, փոխադարձ Արևտուր կլինի, փոխադարձ ապրանքներ կառնենք, միանշանակ այդպես դրական մեսեջներ են։ Էրդողանը նախագահը, ես պետք է ասեմ, որ արեց հայտարարություն մեկ օր առաջ, որտեղ որ ասեց, որ խաղաղությունը Երևանի եւ Բաքվի միջև հորիզոնում երևում է։ Դրական մեսեջ ուղարկեց, բայց ես ուզում եմ ասել, միգուցե դա ոգևորեց մերոնց, որ կա այն կողմից ինչ որ մեսեջներ դրական կան, բայց մյուս կողմից եթե մենք նայենք վերջի ելույթը Իլհամ Ալիևի Լաչինում, երբ որ բացվում էր նոր аэропорта օդանավակայանը Լաչինում, ինքը նորից խոսեց Սյունիքի մասին, դե ինքը օգտագործում է այլ սահմանում արևմտյան Զանգեզուր։ Սյունիքը իրանք համարում են արևմտյան Զանգեզուր ու համարում են, որ անարդար տրվեց 1920 թվականին Ադրբեջանին, գիտեք, լկտիությունը սահման չունի ադրբեջանցիների մոտ, հակառակն է, հենց 1920 թվականին Նախիջևանը եւ Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին անարդար, իրանք թարս են ասում, բայց այս հայտարարությունը Անդրեյ Բելաուսովի Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Սյունիքում լարված իրավիճակ է, ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը այնուամենայնիվ ինչ որ բաներ ստեղ ուզում են անել, ապակայունացնել, ուրեմն այս լավատեսությունը մեր իշխանությունների գալիս հանգում է այս Ալիևի նկարտումների հետ, Ալիևի ցանկության հետ մեզանից օտարել Սյունիքը կամ վերահսկել ճանապարհները առանց մեր ճանապարհները։ Ստեղ խնդիրներ կան։ Ես ավելին ձեզ ասեմ, այն փաստը, որ երկու անգամ իրար հետևից ադրբեջանցիք խախտել են Խոզնավար գյուղում զինադադարը, կրակել են բնակելի շենքերի վրա, նույնիսկ պարոն Պապիկյանը, մեր պաշտպանության նախարարը, ասեց, որ մենք ադրբեջանցիներին դիմեցինք, որ բացատրություն տան, այս ինչ կրակոցներ են, ինքը ասում է ադրբեջանցիք մերժում են, ասում են, որ մենք չենք կրակե, նույնիսկ չեն համարձակվում իրենց վրա վերցնել, բայց դա 29-ին էր առավոտ կանուխ։ Հիմա պարզվեց, որ ամսի 39-ին էլ առավոտ կանուխ, 30-ին մի օր առաջ նորից ադրբեջանցիք կրակել են, այս անգամ նաև տներից վնաս հասցրեցին նորից տներից մեկին վնաս հասցրեցին ու դիպուկ կրակոցներ էին։
մեր պաշտպանության նախարարությունը արեց հայտարարություն ու պահանջեց Ադրբեջանից բացատրություն։ То есть, ինչ եմ ուզում ասել, մենք մի կողմից տեսնում ենք լավատեսությունը այն զարգացումների, որոնք գնում են, որի մասին խոսում են մեր պաշտոնյաները, մյուս կողմից ես լավատեսություն կամ պոզիտիվ իմպուլսներ Ադրբեջանից չեմ լսում, ուղիղ հակառակը կամ կրակոցներ են, կամ Ադրբեջանը նախապայմաններ դնում է։ Այս Ջոշուա Հակը բարձր պաշտոնյան Միացյալ Նահանգների գնաց Բաքու, Բաքվում հանդիպեց, նաև այդ թվում Բայրամովի հետ, Բաքվում պարզ է իրանք քննարկեցին ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, նաև էներգետիկ ոլորտում, անվտանգային ոլորտներում, պարզ է էներգետիկայի ոլորտը հետաքրքրում է եւ ամերիկացիներին եւ այլ խաղացողներին Ադրբեջանի հետ, բայց ակնհայտ է, որ այդ պատվիրակությունը գնաց Ադրբեջանի հետ խոսալու խաղաղության մասին տարածաշրջանում ու այդ բոլոր մեսիջները ամերիկյան, որ խաղաղությունը օգտակար կլինի եւ Հայաստանին եւ Ադրբեջանին, խաղաղություն կլինի, համագործակցություն կլինի, այդ բոլոր մեսիջները հակա ասեց Ադրբեջանում Պարզ է դա, հենց գնացին համոզելու Ադրբեջանը, որ ստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց ես չտեսա փոփոխություն Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Բայրամովը խոսեց այդ process-ի մասին, ասեց, որ այո, տեքստը պատրաստ է, բայց ինքը ասեց, որ կան խոչընդոտներ։ Ու Բայրամովը իրանց կրկնեց այդ խոչընդոտները, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, պետք է ԵԱՀԿ-ի Մինսկից հրաժարվի, ու ես չգիտեմ, Բայրամովը ասեց նոր պահանջների մասին, որ ադրբեջանցիք, ասենք 300,000 պետք է տեղափոխվեն Հայաստան, չգիտեմ, որ ադրբեջանցիք, ինչու պետք է տեղափոխվեն, բայց ես չեմ բացառում դրա մասին, էլ խոսել եմ, ինչ եմ ասում, ինչու դա մանրամասն ձեզ ասում եմ, քանի որ չեմ հասկանում, մասամբ չեմ հասկանում այդ մեծ օպտիմիզմը, լավատեսությունը, որը կա մեր կառավարության մոտ, քանի որ այդ օպտիմիզմը պետք է ուղղակիորեն առնչվի Ադրբեջանի քայլերի, Ադրբեջանի հայտարարությունների։ Հիմա Ադրբեջանի կողմից մենք երկու անգամ լսեցինք զինադադարի խախտման փաստեր, տեսանք Խոզնավար գյուղի դեմ ուղղված ու թիրախային է կրակոցները, չեք կարող ասել օդ են կրակե, անհասկանալի է ինչ էր, բացի դրանից Ադրբեջանը պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպելիս Ամերիկայից, Եվրոպայից նախապայմանների մասին անընդհատ խոսում է նրանց հետ։ Իմիջիայլոց նաև շատ բարձր պաշտոնյաներ Եվրոմիությունից գտնվում են Ադրբեջանում, իրանք էլ քննարկում են տարբեր ծրագրեր Ադրբեջանի հետ եւ այլ, ու իրանք էլ քննարկում են հարցեր կապված խաղաղության հետ տարածաշրջանում, հայ-ադրբեջանական այդ խաղաղության process-ի։ Իրանք էլ համոզում են Ադրբեջանին, որ ստորագրի փաստաթղթեր։ Բայց ես չեմ տեսնում, որ Ադրբեջանի կողմից սայլը տեղից շարժվի։ Ադրբեջանը նոր եւ նոր նախապայմաններ է դնում։ Իմ ասածը շատ հասարակն է կառավարության ընդհանուր գիծը ճիշտ է, բարձր մենք պետք է ձգտենք խաղաղությանը, դա բխում է մեր շահերից, միանշանակ, բայց միգուցե նեղություն տանք Ադրբեջանին մի շարք հարցերում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, հիմա չեմ կրկնի։ Տեսեք, Ադրբեջանի հետ միգուցե ոչ միայն համազելու քաղաքականություն վարենք, նաև Ադրբեջանի վրա բողոքենք նույն ամերիկացիներին, նույն եվրոպացիներին, այլ խաղացողներին, ովքեր ուզում են մեզ աջակցել։ Քանի որ մի բան է, որ մենք ասում ենք, ամեն ինչ լավ է գնում, զարգացում է գնում, այսա պետք է ստորագրենք, ու իրանք գնում են Ադրբեջանը ասում են, դե ստորագրեք էլի։ Մի այլ բան է, որ դու ասես, գիտեք ինչա, չեն ուզում ստորագրել։ Տապալում են այդ կարևոր process-ը։ Սանկցիա կիրառել։ Հիմա Հայաստան եկավ 3 Ստիվ Դեյնը, դա սենատոր է Միացյալ Նահանգների, ողջունում եմ, քանի որ միանշանակ մեր շահերից բխում է, որ Միացյալ Նահանգներից, Եվրոմիությունից լրջագույն պատվիրակություն գալիս են Հայաստան, նաև գնում են Ադրբեջան, համոզում են, որ խաղաղության պայմանագիրը ստորագրի Ադրբեջանը, բայց գալիս են Հայաստան, նաև լրջագույն ծրագրերի մասին քննարկումներ է գնում։ Իմ գլխավոր ցանկությունը մեսիջը կառավարությանը
կառավարություն, դու անպայման պետք է այդ պլանները, այդ նախագծերը, այդ պայմանավորվածությունները անպայման սկսես իրականացնես։ Օրինակ, Միացյալ Նահանգների հետ մոտ ավրապես 1 ամիս առաջ Միացյալ Նահանգներից տեղ շատ բարձր պատվիրակություն էր, որը զբաղվում է միջուկային էներգետիկայով։ Պարզ է ինչի համար եկան, նաև քննարկվում էր միջուկային ատոմակայան կառուցել Հայաստանում։ Հիմա տեղաշարժ կա, թե ավարտվեց մենակ խոսելով, քննարկելով։ Նույնը հիմա զարգագույն պատվիրակություն, նոր ասեցի, բայց 2 պատվիրակություններին Ամերիկայից, մեկի մասին խոսացինք, որը Ջոշուա Հակը գլխավորում էր։ Հիմա մենք կոնկրետ ֆիքսեցինք, ինչ պետք է անենք իրենց հետ։ Այդ անչափ կարևոր է, որ բացի բանակցություններից գործի անցնենք։ Օրինակ, ես շատ եմ լսում, որ քննադատում են, որ իբր ՍԵՊԱ Եվրամիության շրջանակներում այդ պայմանագիրը ոչ մի բան չի արվում, այդ չի համապատասխանում իրականության, գործ արվում է, բայց մեր ասածը ուրիշ է, քանի որ ես պրոֆեսիոնալ դրանով զբաղվում եմ, այդ process-ների մեջ ինչ որ չափով որպես փորձագետ կամ տեսնում եմ, որ կա աշխատանք գնում է, ուրեմն այդ հորետեսությունը ես չեմ կիսում շատ ու շատ մարդկանց, նույնիսկ նորմալ մարդկանց, հիմա պրոռուսականների մասին չեմ ուզում ասել, չեմ կիսում, աշխատանք գնում է, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այդ աշխատանքը ել ավելի ինտենսիվ պետք է գնա ու ամեն պահը, ամեն պատվիրակության գալը պետք է օգտագործենք, որ հայտարարենք այս քայլը արված է, այս քայլն էլ մյուսը պետք է լինի։ Հիմա այնուամենայնիվ այսօր ես ուզում եի ավելի մանրամասն մի քիչ խոսել շատ ցավոտ ինձ համար թեմայի։ Շատ ցավոտ թեմա ինձ համար։ Այդ հարաբերություններ Նիկոլ Փաշինյան եւ կաթողիկոս Գարեգին II։ Պարզ է, որ հիշում եք 2018 թվին հեղափոխությունից հետո ակնհայտ երևում էր, որ մեր եկեղեցին այդպես այդ հեղափոխական process-ներին բավական կոնսերվատիվ բացասական է նայում, մի քիչ ավելի ուշ ինձ համար պարզ դարձավ, ինչի հետ է դա կապված, պարզ է, որ նոր լիցքեր, նոր ծրագրեր, այս կառավարությունը, որը երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի դանդաղ շարժվում էր, բայց ի վերջո վերջի 4-5 տարի սկսեց դիվերսիֆիկացնել մեր ռազմատեխնիկական համագործակցությունը, սկսեց դիվերսիֆիկացնել էներգետիկան, դանդաղ, բայց գնում է process-ը, ու պարզ դարձավ, որ մեր կաթողիկոսը կամ գլխավոր իերարխները մեր եկեղեցու իրենք ուրախ չեն, կոպիտ ասած ունեն պրոռուսական դիրքորոշում։ Դուք հիշում եք Գարեգին II-ը նույնիսկ պատերազմից հետո Արցախահայության, նույնիսկ հայաթափումից հետո Արցախահայության, որտեղ որ Ռուսաստանի դերը ակնհայտ էր, Ռուսաստանը հանեց Արցախահայությունը ադրբեջանցիների հետ միասին իրենց տներից, նույնիսկ դրանից հետո ինքը շքանշան ստացավ Պուտինից, Գարեգին II-ը։ Դες պարզ դարձավ, որ դեղ սկզբունքային տարաձայնություն է։ Դες Գարեգին II-ը պրոռուսական քաղաքական դեմք է, պարզվեց, դե ինքը քաղաքականությունից ընդհանրապես պետք է նեյտրալ լինի, բայց այն հայտարարություններից, որոնք եղան կապված Արցախահայության խնդիրների հետ, կապված պատերազմի հետ, Շվեյցարիայում, դուք գիտեք, 2 օր առաջ մեծ կոնֆերանս էր, ողջունում եմ հայությունը Շվեյցարիայի, որ մեծ ջանքեր է գործադրում, համայնքը Շվեյցարիայում հայկական, այլ համայնքներ ու մեծ կոնֆերանս կապված Արցախահայության իրավունքների հետ, ողջունում եմ այդ։ Բայց Գարեգին II-ի ելույթը եթե կարդաք, կարծես թե ամեն ինչ ճիշտ է, որ ադրբեջանցիք հանեցին հայերին, ադրբեջանցիների կամ Ալիևի ռեժիմի քաղաքականությունը այդ մասը քննադատականն է, կարծես թե համապատասխանում է իրականության, բայց գլխավոր եզրակացությունը նա էր, որ ադրբեջանցիք կարողացան էթնիկ զտում անել Թուրքիայի աջակցությամբ։ Գիտեք, ապակ կողմորոշել աշխարհը դա իրոք սխալ է։ Պատկերացնում եք, Լեռնային Ղարաբաղում կանգնած էին ռուս զինվորները, ռուս խաղաղապահները։
ով կարող էր խանգարել պահել հայերի իրավունքները Արցախում։ Հենց իրենք միասին ադրբեջանցիների հետ փակեցին Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ պահեցին 10 ամիս հայերին, սով սկսվեց այնտեղ, ու հետո հանեցին։ Ու ասել աշխարհին, էտել Շվեյցարիայում, որտեղ որ մեծ աղմուկ բարձրացած կոնֆերանս էր, շատ երկրների ներկայացուցիչներ էին, Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները, պարլամենտի անդամները, ու այնտեղ ասենք ապակող որոշել ասել, որ Ռուսաստանը չէ լավն է, բայց այդ մեծ սխալներ են, ու պարզ է, որ չէր կարող չլինել հակամարտություն Նիկոլ Փաշինյան, Գարեգին Գեգորոտ։ Բայց գլխավոր իմ կարծիքով սխալը մեր եկեղեցու գլխավոր դեմքերի նրանում է, որ իրանք մտան քաղաքականության մեջ։ Հայտնի հայտարարություններ, նույն կաթողիկոսի, նույն եկեղեցու անունից քննադատող այսօրվա իշխանություններին, նաև այդ թվում դրա պատճառով, որ իրենք սկսեցին դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, բարի բուն իմաստով փրկելու համար հայ ժողովուրդը։ Պրոռուսական հայտարարությունները այդ մեծ սխալ է, քանի որ մենք աշխարհիկ երկիր ենք։ Աշխարհիկ երկրում կառավարությունը եւ եկեղեցին տարանջատված են։ Եկեղեցին զբաղվում է հոգևոր կյանքով մարդկանց, այնտեղ ունի մենաշնորհ կոնկրետ աշխարհիկ կոնկրետ գործերով, պետության անվտանգությունն, չգիտեմ, պայքար կոռուպցիայի դեմ, այլ հարցեր, անվտանգություն ապահովել, երկրի բանակը շենացնել, դա կառավարության ֆունկցիան է։ Արտաքին հարաբերությունները կառավարության ֆունկցիան է։ Այս խախտեց մեր առաջնորդները եկեղեցու, մեր հայ առաքելական եկեղեցու առաջնորդները դա խախտեցին այդ սկզբունքը, որ իրենց ոլորտը միայն հոգևոր կյանքն է հայ ժողովրդի, այլ ոչ թե անվտանգությունով իրանք պետք է զբաղվեն կամ այլ հարցերով։ Ես կապում եմ այս նոր սրումը հարաբերությունների Նիկոլ Փաշինյան հայ առաքելական եկեղեցի, այդ նոր սրումը, որը երեք սկսվեց Նիկոլ Փաշինյանի ելույթով կառավարության նիստում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, հիշում եք ինքը չուլանացման մասին էր խոսում մեր եկեղեցիների, որ ինչ որ պարկով ցեմենտ կարող ենք այնտեղ տեսնել, ինչ որ հին կրավատ կարող ենք տեսնել, այդպես բաներ էլ ինքը ասեց, բայց գլխավոր միտքը քննադատություններ եկեղեցու նկատմամբ, կարելի է կապել նաև ընտրությունների հետ, կարելի է կապել այլ հարցերի հետ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ հակասությունները խորանում են, ցավում եմ ես, շատ ցավում եմ, ու քաղաքական հիմք ունեն, քանի որ մեր առաջնորդները այսօրվա մեր հայ առաքելական եկեղեցու բոլորի մասին չի խոսքը, բարձա մի քանիսի մասին գլխավոր դեմքերի այսօրվա, նաև կաթողիկոսի ակնհայտ պրոռուսական դիրքորոշում ունեն ու իրենց դուր չի գալիս այն քաղաքականությունը բազմավեկտոր, որը փորձում է վարել մեր կառավարությունը։ Մեր կառավարությունը օգտագործում է այլ տերմին բալանսավորված քաղաքականություն, բարդ քաղաքականություն է, դժվար է գնում զարգացումները, բայց մենք բոլորս հասկանում ենք, եթե աշխարհը չաշխատես, քանի որ Ռուսաստանը մեր դեմ կոշտ մեր դեմ է, ամեն ինչ կկորցնես։ Ուրեմն կառավարությունը ճիշտ է անում, փորձում է բալանսավորել, ավելի ճիշտ բազմավեկտոր քաղաքականություն վարել։ Եկեղեցին դեմ է։ Եկեղեցին դուրս եկավ իր դաշտից, մտավ քաղաքական դաշտ։ Ու պարզ է, որ եկեղեցին չպետք է նեղանա, երբ որ ստանում է քաղաքական հարվածներ։ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը եկեղեցու նկատմամբ ունի հիմքեր,
քանի որ եկեղեցին իր հոգևոր կյանք կարգավորող ինստիտուտ դադարեցրեց լինել, սկսեց նաև զբաղվել քաղաքականությամբ։ Եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, պատրաստ եղիր հարվածներ ստանալ։ Դու գիտեք Աննա Հակոբյանը, կինը Նիկոլ Փաշինյանի, նաև ասեց, որ մանկապիղծ մենք հոգևորականներ ունենք։ Շատ լուրջ խոսքեր են, պարզ է, որ եթե այս ձևի երևույթներ կան մեր եկեղեցու ներսում, նույն եկեղեցին պետք է շահագրգռված լինել, ազատվել այս ձևի հոգևորականներից, որոնք մանկապիղծ են, բայց միտքս ինչում է, այս լարված վիճակը շատ լրջացավ։ Ու երկրորդը, ինչի մասին ուզում եմ ասել։ Նիկոլ Փաշինյանը նաև իր ելույթներում, իր գրառումներում երեք գրեց, որ ընտրությունները ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունները պետք է փոխվել, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք է ունենա ավելի մեծ ազդեցություն այդ process-ի վրա եւ բարեվարկության ստուգում պետք է անցնեն մեր ամենաբարձր իերարխները, նաև այդ թվում, երբ որ կաթողիկոս մենք ընտրենք ու նոր ընտրական համակարգ մտցնենք։ Ստեք ես ինչ եմ ուզում ասել։ Նորից կրկնում եմ, մենք աշխարհիկ երկիր ենք։ Եկեղեցին իր գործերով է զբաղվում, կառավարությունը աշխարհիկ հարցերով է զբաղվում։ Ուրեմն կառավարությունն էլ պետք է զերծ մնա միջամտել եկեղեցական կյանքի մեջ։ Ու կաթողիկոսի ընտրության համակարգը ձևավորվել է 1500 տարվա ընթացքում կամ 2000 տարվա ընթացքում, ստեղ էլ նյուանսներ կան, բայց նորից կրկնում եմ, ցավ եմ ապրում, չեմ ուզում թաքցնել ձեզանից, ցավ եմ ապրում, որ այդքան սրվել են հարաբերությունները կառավարության, իդեմս կառավարության գլխի Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության կառավարության վարչապետի Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոս Գարեգին II-ի միջև շատ են սրվել հարաբերությունները, առանձին ասպեկտների մասին ես ասեցի, իմ կարծիքով ելքերից մեկը եկեղեցին պետք է զբաղվի հոգևոր կյանքի սպասարկման մեջ հայ ժողովրդի չմտնի քաղաքական դաշտ, չանի քաղաքական հայտարարություններ ու այո, եկեղեցին պետք է շահագրգռված լինի ներսից մաքրել իրավիճակը, եթե կան շատ բացասական երևույթներ, որոնց մասին ասեց Աննա Հակոբյանը, եթե կան, ես չգիտեմ, ես քննիչ չեմ կարող ասել, բայց մենք պետք է հասկանանք մեկ բան, ինչքան լարված կլինի իրավիճակը Հայաստանի ներսում, այդքան հեշտ կլինի դրսից մեր վրա հարձակվել։ Ես պետք է ասեմ, որ օրինակ ես լինելով տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում միշտ գնում եմ հայկական եկեղեցիներ, եթե կան միշտ մոմ եմ վառում կամ անպայման այդ իմ հարգանքը մեր պատմության, նաև քրիստոնյա պատմության մասի տալիս եմ ու դա ճիշտ է, ուրեմն սփյուռքայությունը պետք է հասկանա, որ մենք բոլորս հարգում, սիրում ենք մեր մեծ պատմությունը, նաև այն մասը պատմության, որը մեր քրիստոնեության հետ է կապված, բայց այն process-ները, որոնք գնում են Հայաստանի ներսում, այդ process-ները նաև քաղաքական բաղադրիչ ունեն, միգուցե ընտրությունները մոտենում են ու իշխանությունը տեսնում է խնդիրներ կապված նրա հետ, որ մեր հայրաքելական եկեղեցու գլխավոր դեմքերը քաղաքական դաշտ են մտնում ու փորձում է սահմանափակել այդ հնարավորությունները եկեղեցու, բայց իմ կարծիքով մենք պետք է շարժվենք մեկ հասարակ սկզբունքով։ Հայաստանը աշխարհիկ երկիր է։ Աշխարհիկ երկրում եկեղեցին պետք է չզբաղվի քաղաքական հարցերով։ Ես ավարտեցի իմ ելույթը։